Բարև ձեզ սիրելի ռուսադիտողներ, պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք մեր ինքնության ճարտարապետների մասին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ թարգմանիչների, Սահակ Պարթև կաթողիկոսից մինչև Մովսես Խորենացի և մյուս նշանավոր գործիչներ այդ ժամանակաշրջանի, նրանց ընդհանրական առաքելության մասին։ Երբ խոսում ենք գրերի գյուտի մասին, շատ հաճախ այն կարծեք փորձում են տարանջատել հայկական ինքնության մեջ նրա ունեցած կարևոր դերակատարման մասին։ Այդ գյուտը ունեցել է հայոց ինքնության համար կարևորագույն նշանակություն և գուցե նախասկզբնական շրջանում այդ գյուտը կատարելու մղումը երբ որ եղել է, նույնիսկ կարող է ամենասկզբում լիարժեք գիտակցում չի եղել, թե ինչ կարգի մեծ գործ են անում և ընթացքում է գուցե ծնվել այն գաղափարը, որով որ նրանք ամբողջ այդ գործունեությունն իրականացրել են։ Նախ պետք է ֆիքսենք այն միջավայրը, որում Հայաստանը գտնվում էր գրերի գյուտի ժամանակաշրջանում։ Բանն այն է, որ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու աշխարհակալ տերությունների միջև։ Այդ ժամանակ Եվրոպայում կար մեկ պետություն, դա հռոմեական կայսրությունն էր, և այն զբաղեցնում էր նաև մեր տարածաշրջանի Մերձավոր Արևելքի մոտ կեսը։ Իսկ մյուս կեսը գտնվում էր մեկ այլ հզոր տերության, այդ ժամանակվա իրանական պետության տարածքը զբաղեցնող, Իրանի տարածքը զբաղեցնող Սասանյան Պարսկաստանի ձեռքում։ Սասանյան տոհմը փոխարինել էր Պարթև Արշակունիներին 224-226 թվականներին, նրանք կարողացել էին ամբողջությամբ իրենց տիրապետությունը հաստատել Իրանի և հարակից երկրների տարածքում և հավերժական կարծեք պայքար սկսվեր Հռոմի հետ։ Եվ այս բախման թատերաբեմը հենց այդ ժամանակներից եղել է Հայաստանը։ Բախումը կրում էր նաև դինաստիական իմաստ, որովհետև Հայաստանում փաստորեն իշխում էին Արշակունները, որ Իրանի համար նախկին իշխանություն էր։ Եվ Սասանյանները ձգտում էին ամեն կերպ Արշակուններին զրկել իշխանությունից։ Եվ այս ճանապարհին իհարկե Հայաստանի բաժանումը մեծ դեր ունեցավ թե նրանց համար և թե Հռոմի Հայաստանի տարածքը ավելի յուրացնելու տեսանկյունից։ 387 թվականի բաժանումից հետո Մեծ Հայքի թագավորությունում ձևավորվում է երկու զուգահեռ իրականություն։ Հռոմեական տարածքը, որ շուրջ 20%-ն էր Հայաստանի, արևմտահայկական թագավորություն է լինում և ընդամենը 2 տարուց մի փոքր ավելի գոյություն ունենալուց հետո լուծարվում է, իսկ պարսկական մասում մնում է արևելահայկական թագավորությունը մինչև 428 թվական։ Այստեղ սկզբից գահակալում էր արևելյան մասում Խոսրով IV թագավորը, այնուհետև նրա ձերբակալությունից հետո նրա փոխարեն գահին բազմեցվում է նրա կրտսեր եղբայրը Վաղարշը, ով գահակալելիս Պարսից արքայի ցանկությամբ կրում է Վռամշապուհ անունը։ Եվ հենց Վռամշապուհի ժամանակ էլ մենք տեսնում ենք դարակազմիկ այդ իրադարձությունը կատարվում է։ Մեր գրերն են ստեղծում այբենական տիպի գիրը։ Այստեղ հարկ եմ համարում իբրև պատմաբան նշել մի կարևոր հանգամանք, որ հաճախ տարբեր խոսակցությունների տեղիք է տալիս, դա այն է, որ արդյոք նախամաշտոցյան գրային համակարգեր գոյություն ունեցել են թե ոչ։ Խնդրով զբաղվել են տարբեր պատմաբաններ և շուրջ 100 տարի դա պատմագիտության կարևոր հարցերից մեկն է եղել և այս խնդրի ուսումնասիրությամբ վերջին տասնամյակներին զբաղվում էր պատմաբան Արտակ Մովսիսյանը, ով քննելով նախամաշտոցյան գրային համակարգերի էվոլյուցիան եկել է շատ հետաքրքիր եզրակացության իր դոկտորական ատենախոսության տեսքով։ Դա այն է, որ ժայռապատկերներից սկսած մինչև միջնադարի մեկնարկը մեզ մոտ մենք տեսնում ենք տարբեր գրային համակարգերի էվոլյուցիա և միևնույն ժամանակ օտար գրային համակարգերի կիրառելիություն։ Այսինքն մենք ունենք մի կողմից մեզ մոտ օրինակ բանի թագավորության ժամանակներում, դրանից հետո տեղական գրային համակարգ, որը իր բնույթով գաղափարագիր է, այսինքն հիերոգլիֆ է, ինքը նշաններ են, որոնք տառեր չեն, այսինքն գիրը այբենական չէ և զուգահեռ օրինակ արդեն Քրիստոսից առաջ 3-րդ դարից, 4-րդ դարերից և հատկապես մեր թվարկության սկզբում, առաջին, երկրորդ դարերում Հայաստանում արմատացած հունարեն այբուբենի կիրառությունը։ Այսինքն, քանի որ կար անհրաժեշտություն ավելի պարզ գիր օգտագործելու, քան գաղափարագիրներ, որ օրինակ 300 նշաններ ուներ, մեզ մոտ կիրառում էին օտար այբուբեններ։
հունարենը 24 տառերով ամենահարմարն էր, որովհետև ուներ ձայնավորներ։ Ստացվում է, որ լավագույն ուսումնասիրողը խնդրի, նույնիսկ պնդում է, որ մենք գործ ունենք մի կողմից, այո, գրային համակարգերի էվոլյուցիայի հետ եւ տեղական գրային համակարգ եղել է, բայց երբեք չենք հասել տեղական այբուբենի ստեղծման։ Հետևաբար, Մեսրոպ Մաշտոցի գործը բացառիկ է պատմական տեսանկյունից, այսինքն նա ստեղծել է գրեր, որոնց տիպի գիր մենք տեղական գիր նախկինում այբենական համակարգ նախկինում չենք ունեցել։ Այս առումով ստացվում է, որ մի կողմից մենք ամբողջ ժառանգությունը մեր այդ նախամաշտոցյան շրջանի գնահատում ենք որպես էվոլյուցիա գրային համակարգերի, մյուս կողմից ֆիքսում ենք Մաշտոցի բացառիկ առաքելությունը։ Եվ ահա 387-ից հետո այդ նույն հունարենը Արևելյան Հայաստանի տարածքում, որ Հայաստանի 80%-ն էր այդ ժամանակ այդ պարսկական հատվածը, արգելվում է հունարենի օգտագործումը պաշտոնական գրագրության մեջ։ Պատճառը շատ պարզ էր։ Այն ընկալվում էր իբրև թշնամու լեզու, որովհետև հռոմեական կայսրության արևելքում էր հունարենը կիրառվում եւ դրա համար հայերի համար խնդիր էր առաջանում։ Կիրառել դրա փոխարեն ասորերենը կամ պարսկերենի, միջին պարսկերեն տարբերակը իհարկե մեզ համար խնդիր էր, որովհետև երկուսի այբուբենների պարագայում էլ կիրառվում էին միայն բաղաձայններ։ Եվ 22 տառեր թվում է շատ հեշտ կիրառելի է այդ համակարգերը, բայց երբ որ չկա հայերենի համար համապատասխան ձայնավորների համակարգ, սա խնդիր է։ Պատկերացրեք, գրեք SMS հաղորդագրություն կամ համացանցային որևէ այլ ռեսուրսով, սոցցանցերով գրեք լատինատար հայերեն եւ ենթադրենք այդ լատինատար հայերենի մեջ չլինեն ձայնավորներ։ Հնարավոր է արդյոք հայերեն միտքը նորմալ այդպես փոխանցել։ Իհարկե ոչ։ Այս առումով իհարկե խնդիրները մեծանում են նախ տեխնիկապես եւ այնուհետեւ այն հարցը, որ մենք հետո գնահատում ենք արդեն պատմականության տեսանկյունից, որ նրանց գործը ոչ միայն տեխնիկական խնդիր լուծեց, այլև դարձավ քաղաքակրթական ֆենոմեն։ Հայկական ինքնության վերաիմաստավորման գործիք դարձավ եւ ապահովեց հայերի գոյությունը հազարամյակների այս ամբողջ ճանապարհին։ Այսինքն, դա պարզունակ գրերի ստեղծում չէր, ուղղակի ստեղծեցին եւ վերջ։ Տեխնիկական խնդիր լուծեցին եւ վերջ։ Կորյունը ներկայացնում է, որ Մեսրոպ Մաշտոցն անձամբ խնդրին եկավ այն ժամանակ, երբ որ Գողթն գավառում կատարում էր քարոզչություն եւ հասկացավ, որ բանավոր մատուցելը Աստվածաշունչ մի բան է եւ մեկ այլ բան կլինի, եթե դա լինի գրավոր տեսքով։ Եվ ստացվում է, իհարկե, որ պետք է բոլոր իմաստներով անպայման այբենական գիր ստեղծվեր եւ այդ այբենական գիրը դառնում է բացառիկ երևույթ։ Եվ 405 թվականին, երբ ստեղծվում են հայոց գրերը, Մեսրոպ Մաշտոցը դրանից հետո լցվում է շատ հետաքրքիր մի աշխատանքի։ Պետք էր առաջին հերթին էլիտային սովորեցնել այդ գրով հաղորդակցվել եւ կարդալ գրականություն։ Խոսքը իհարկե արքունիքի մասին է, թագավորական ընտանիքի եւ նախարարական ավագ դասի։ Այնուհետև այս մարդիկ վաղարշապատում այդ ժամանակվա արքունական նստավայրում փաստորեն պետք է սովորեին այդ ամեն ինչ, արքունական դպրոց պետք է լիներ, ինքը պետք է լիներ ուսուցիչը եւ իհարկե իր հետ միասին այս գործի գլխավոր հովանավորող անձը Սահակ Պարթև կաթողիկոսը եւս պետք է լծված լիներ այդ գրերը արագ ուսուցանելու գործին։ Նրանք իրենց առջև խնդիր են դնում աշխարհիկ էլիտայից հետո բնականաբար հոգևոր էլիտայի միջոցով գործընթացը շարունակելու։ Ինչ է տեղի ունենում։ Պետք էր ստեղծել աշակերտների խումբ, ով որ կշարունակի ուսուցչական առաքելությունը, որովհետև միայն այս երկու ավագ ուսուցիչներով գործը գլուխ բերել շատ դժվար կլիներ։ Եվ որտեղ է երևում, որ նրանց ամբողջ այդ նախագիծը շատ ավելին է, քան տեխնիկապես գիր ստեղծելը։ Նրանք կատարում են մի քանի հետաքրքիր քայլեր։ Առաջինը, պետք է կրթությունը դարձնել զանգվածային, այսինքն իրենք ձևավորում են էլիտար մշակույթ, պետք է ստեղծել գրականություն եւ դա տարածել։ Ընդ որում տարածել ոչ միայն վերնախավի շրջանում, այլև հասցնել ամեն հայկական շեն, ամեն գյուղ, ամեն վայր եւ պատահական չէ, որ հայոց արևելից կողմերի պատմիչ Նովսես Կաղանկատվացին նշում է, որ այդ ուղղությամբ եւս եւ նույնիսկ դեպի Աղվանք շարունակվել է այս առաքելությունը եւ օրինակ Ամարասի դպրոցի մասին են խոսում, այսինքն Արցախ աշխարհի ուղղությամբ եւ նրանից դեպի արևելք այդ դպրությունը տարածելու։
Եվ պատահական չէ, երբ խոսում ենք այս երևույթի մասին, պետք է նկատենք մեկ այլ հետաքրքիր մի գործ, որ արել է Մեսրոպ Մաշտոցը։ Նախ հարևան Վիրքից եւ Աղվանքից գալիս են խնդրանքով, որ նրանց համար եւս գրեր ստեղծի։ Մեսրոպ Մաշտոցը դա անում է հետաքրքիր ձևով։ Նա կարող էր չէ փորձել պարտադրել նրանց հայերենը իր հնչյունական համակարգով հայկական այբուբենը, բայց ոչ հայկական քաղաքակրթական ֆենոմենի մեջ եւ Մեսրոպ Մաշտոցի կերպարի եւ այդ ժամանակվա մեր թարգմանիչների, այդ սուրբ թարգմանիչների խմբի համար փաստորեն նորմալ չէր ընկալվում, որ ուրիշին պարտադրեին մեր մոտեցումները եւ մտածել են հետաքրքիր բան են արել, ստեղծել են իրենց համար իրենց հնչյունական համակարգին բնորոշ այբենական գիր եւ կորյունը նշում է, որ Մեսրոպ Մաշտոցը վրաց իմաստուններից ջաղայի հետ խորհրդակցելով ստեղծում է նրանց համար գիր, որը պետք է օգտագործվի կես հազարամյակից մի փոքր ավելի վրացական միջավայրում, այսինքն մոտ 7-800 տարի վրացական միջավայրում դա կիրառելի այբուբեն է դառնում։ Վրացիներից բացի նման առաքելություն նաև գարգարացիների ցեղի համար է արվում աղվանական միջավայրում։ Ցեղի անունը նշում է արդեն պատմահար Մովսես Խորենացին եւ ստացվում է, որ Մեսրոպ Մաշտոցը համաշխարհային պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ 3 տարբեր այբուբեններ է ստեղծել, ընդ որում իրարից լիովին տարբերվող 3 տարբեր հնչյունական համակարգերի հիմքով։ Այսինքն հայերենը հնդեվրոպական լեզու է, վրացերենը քարտվելական լեզվաընտանիքին պատկանող լեզու է։ Գարգարացիների պարագայում աղվանների հետ կապված տարբեր վեճեր կան, բայց մասնագետների մի զգալի մասը պնդում է, որ դա պետք է կովկասյան լեզվաընտանիքի հետ, այսինքն հյուսիսկովկասյան լեզուների հետ ազգակից լեզու լիներ։ Այս առումով իհարկե շատ հետաքրքիր մի բան ենք ստանում, մի երևույթ ենք ստանում, որ Մեսրոպ Մաշտոցը բացառիկ է այս առումով եւ հերթական մի բացառիկ հանգամանքը նրա անձի հետ կապված։ Մյուսը, մենք տեսնում ենք, որ ճիշտ է նրանց տեղական առանձնահատկություններով է այս ամենը արվում, բայց քանի որ գիր ստանալու այդ սրբազան լույսի այդ խորհրդաբանությունն ենք այստեղ տեսնում, ինչպես փաստորեն քրիստոնեական հավատը Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ արքայի կողմից փոխանցվում է Վիրք եւ Աղվանք, նույն տրամաբանության մեջ հիմա ստացվում է գիրը, որ այդ ժամանակ լուսավորության գործի թիվ 1 գործիքն էր, գնում է նորից Հայաստանից։ Այսինքն մենք տարածաշրջանում քաղաքակրթական միջավայր ձևավորելու գործընթաց ենք իրականացնում։ Սա այսօր գուցե քաղաքագետները կանվանեին փափուկ ուժի քաղաքականություն, soft power, ասվածով, բայց մենք իհարկե սա պետք է գնահատենք իբրև առաջին հերթին քաղաքակրթական ֆենոմեն, քաղաքակրթական միջավայր ձևավորելու առաքելություն, որ մեր հայրերը ժամանակին իրականացրել են։ Եվ շատ կարևոր հանգամանք, Մեսրոպ Մաշտոցը իր քարոզչությունը որոշում է ծավալել Հայաստանից դեպի այդ ժամանակ պարսկական հատվածից հռոմեական հատված։ 395 թվականին հռոմեական կայսրությունը բաժանվել էր երկու մասի եւ նրա արևելյան հատվածը հաճախ մենք կոչում ենք բյուզանդական կայսրություն, մասնագետները այդպես են կոչում 18-րդ դարից սկսած գրականության մեջ այդ անվանումը կա, կայսրությունը վերացել է 1453 թվականին։ Եվ այս կայսրությունում գտնվող Հայաստանի այդ մնացյալ 20-25% տարածքում եւս նա խնդիր է դնում իրականացնելու իր առաքելությունը, հանդիպում է անձամբ կայսեր հետ եւ կայսերը թույլատրում է, որ նա շարունակի այդ դպրոցներ հիմնելու գործընթացը նաեւ այդ հատվածում։ Սա Հայաստանի հոգեվոր միասնությունը ապահովելու բարձրագույն առաքելություններ։ Այսինքն այստեղ ենք տեսնում ազգային ինքնության տեսանկյունից, որ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը եւ այդ ժամանակվա մեր էլիտան լիարժեք գիտակցում է ինչ է անում։ Այսինքն եթե անգամ նախասկզբնական շրջանում գուցե խնդիրը միայն տեխնիկական էր դիտարկվում, նրանք ի սկզբանե նաեւ հասկացել են, թե ինչ կարգի առաքելություն են իրականացնում եւ գնացել են հիմնել են դպրոցներ, այդ գործը այնտեղ պատվով 418-20 թվականներին արել են, վերադարձել արդեն պարսկական հատված եւ զուգահեռաբար տեսնում ենք ինչ ֆանտաստիկ գործ է արվում։ Թարգմանչած շարժումն է ձևավորվում։ Ավակ աշակերտների խումբը ոչ միայն շարունակում է իրենց ուսուցիչների Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի ուսուցչական գործը եւ տարբեր դպրոցներում նոր սերունդներ կերտում, այլև կատարվում է թարգմանական գրականության ստեղծում։
այդ ժամանակ լավագույն աշխատությունները, որ հունարենով նախ եւ առաջ կային, տարբեր ոլորտներին ընդ որում վերաբերող, օրինակ նույնիսկ քերականության, այսինքն ոչ միայն դավանաբանական, աստվածաբանական տեքստեր, այլ բոլոր ոլորտներին վերաբերող թարգմանվում են հայերեն։ Ավելին, շատ կարևոր բան, որ խոսում է, որ հայերենը զարգացման բարձր մակարդակի եղել այդ ժամանակ, այստեղ պետք է ֆիքսել այն հանգամանքը, որ ստեղծվում է ինքնուրույն պատմագրական ժառանգություն։ Մենք առանձին խոսելու ենք Սուրբ Մովսես Խորենացու առաքելության մասին, այսինքն Մովսես Խորենացին իբրև պետականության գաղափարախոս, այդ մասին ենք խոսելու առանձին, բայց հիմա շեշտեմ այն հանգամանքը, որ մեր պատմագրությունը ի սկզբանե հանդես է գալիս որպես ինքնուրույն տեքստերի ամբողջություն։ Եվ սա բացառիկ քաղաքակրթական ֆենոմեն է, որ էլի թարգմանչած շարժման կարևոր ցուցիչներից է։ Եվ իհարկե այդ շարժման զարդը դարձավ հայկական ինքնության կարևորագույն հենասյունը Աստվածաշունչ Մատյանի ոսկեղենիկ հայերենով թարգմանությունը։ Եվ ստեղծվեց գրաբարյան տեքստը Աստվածաշունչ Մատյանի, ընդ որում անվան հետ կապված էլ մենք տեսնում ենք, որ հայերեն անվանումը ունի իր յուրահատկությունը։ Մենք եթե օտար լեզուներով թարգմանում ենք Աստվածաշնչի անվանումը, տեսնում ենք, որ հայերենն ունի յուրահատուկ անվանում։ Նույնիսկ առանձին հանդիպող տարբեր բառերի քանակով եթե հաշվում ենք գրաբարի, ստացվում է, որ Աստվածաշունչ Մատյանի գրաբարյան տեքստը նույնիսկ ավելի շատ առանձին բառեր ունի, քան հունարեն տեքստը, որից որ թարգմանվել է։ Այս առումով նշանակում է, որ այդ թարգմանիչները, որոնց թվում են նույն Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եղիշեն, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը եւ մյուս աշակերտները Մեսրոպ Մաշտոցի, այս մարդիկ, ովքեր սրբադասվել են եւ սրբեր են հանդիսանում, կատարել են նաեւ գիտականորեն բարձրարժեք գործ, բարձրագույն պրոֆեսիոնալիզմի բնորոշ աշխատանք եւ այդ առաքելությունը հասցրել են յուրաքանչյուր իշխանավորի եւ յուրաքանչյուր շինականի։ Այս առումով էլիտար մշակույթը դարձել է զանգվածային, այսինքն միավորել է հոգևոր միասնության մեջ հայ վերնախավից մինչև ամենաչքավոր խավեր, որոնց միավորել է մեկ միասնական ինքնությունը, հայկական ինքնությունը, որի առանցքում է Հայաստան աշխարհը, Հայաստանը որպես հավաքականություն, անգամ այն բանից հետո, երբ 428 թվականին թագավորությունը կործանվում է։ Սա իհարկե բացառիկ առաքելություն է, որի առանձին դրվագների մասին մենք խոսենք արդեն տարբեր հաղորդումների ընթացքում, իսկ այսօր մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր տաղավարում։ Հաջողություն։